Տելեգրամի օգտահաշիվը կորցնելը նոր բան չէ, բայց խնդիրը միշտ ակտուալ է։ Արդեն մի քանի օր է տարբեր մարդիկ հայտնում են, որ չեն կարողանում մուտք գործել Տելեգրամ։ Իմը վաղուց արդեն կոտրած է WhatsApp-ն էլ, Telegram-ն էլ, Instagram-ն էլ։ Երեկ ինձ էլ մի 7 անգամ կոդով ծանուցում եկավ։ Իմ Տելեգրամին էլ անդադ մուտքի կոդեր էր գալիս SMS-ով, բայց չհաջողվեց ջարդեն, փաստորեն համատարած է եղել։ Օգտահաշիվները կոտրելու տարբեր մեթոդներ կան։ Ներկայում առավել տարածված է Տելեգրամում բանկի անունից տարածվող գումար ստանալու առաջարկը։ Բոտ են ստեղծում բանկի անունից, իբր դիմի, որ ստանաս օրինակ 2500 դրամ քո հաշվին։ Հենց հիմա ընթանում է դա, օրվա մեջ քանի հոգուց գալիս է։ Մարդ մտնում է, սկսում է ինչ-որ բաներ օքեյներ տալ, հետո ինչ-որ պահի կոդ է գալիս, ասում է այդ կոդը ներմուծեք, այդ կոդի վրա իրական գրված է մեծ սենց, որ այս կոդը ոչ ոքի մի տվեք, ոչ միտեղ մի ներմուծեք, բայց մարդիկ այդ 2500 դրամը ուզում են։ Տրամադրվող թիվն իրականում Տելեգրամի վերականգնման կոդն է, որը ներմուծելուց հետո օգտահաշիվը գողանում են։ Այնուհետև այդ գողացված օգտահաշվից նույն հաղորդագրությունը ուղարկում են տուժողի ծանոթներին։ Մեկ այլ կեղծ նամակ էլ է տարածվում։ Գալիս է խնդրանք քվեարկել, ինչ որ թորնիկս մասնակցում է ինչ որ մրցույթի, այդ արդեն ամիսներ շարունակ է, բայց մարդիկ շարունակում են խաբվել, տեքստը կարող է մի քիչ փոխվել, ես եմ մասնակցում, երեխաս է մասնակցում, ծանոթս է մասնակցում։ Չբացել հղումը, վերականգնման կոդն ամեն տեղ չտեղադրել, չհավատալ կասկածելի նամակներին։ Մարտիրոսյանի խորհուրդներն են։ Պարտադիր է նաև միացնել երկփուլային վավերացումը։ Մտնել Telegram-ի, WhatsApp-ի կարգավորումների մեջ, այնտեղ կա երկփուլային վավերացում, ռուսերեն Telegram օբլիջնի parol է կոչվում, կամ two-factor authentication, two-step verification, մտնել դա այնտեղ PIN կոդ է, ստեղծում ես, դնում ես, դրանից հետո արդեն տենց չեն կարող գողանալ։ PIN կոդն էլ որևէ մեկին տրամադրել չի կարելի, հետևանքը նույնը կլինի։ Օգտահաշիվները կոտրելուց հետո դրանք կարող են օգտագործվել նաև տարբեր զեղծարարություններ իրականացնելու նպատակով։ Օրինակ գրում են, որ հեսա ԱԱԾ-ից ձեզ կզանգեն եւ այլն։ Այսինքն միշտ կարելի է ինչ-որ իմանի համար օգտագործել։ Մեդիափորձագետը նաև տեղեկացնում է, այն պահին, երբ զեղծարարները կոտրում են Տելեգրամը, սովորաբար օգտատիրոջը միանգամից դուրս գցել չեն կարողանում։ Մարդ եթե մտնի կարգավորումներ, այնտեղ կա միացրած սարքեր, այդ պահին որ սարքերն են միացրած։ Եթե մտնես այնտեղից անջատես, դուրս կգցի զեղծարարին, եթե այդ ամեն ինչ արդեն չի աշխատում, պետք է գրել հենց Telegram-ին, support-ին, անգլերեն կամ ռուսերեն գոնե, ինչ-որ համոզել, որ բացեն, միշտ չի, բայց օգնում է։ Մեդիափորձագետի խոսքով տասնյակ մարդիկ են իրեն գրել, բայց կարծում է, որ գողացված հարյուրավոր հաշիվներ կան։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, Լուրեր։